Փոքրիկ համայնքի մեջ, մեր փոքրիկ ընտանիքի մեջ կա ձեռբերում եւ առաջընթաց եւ այսօր մենք դա պետք է գնահատենք ձեռնադրությամբ ըստ Աստծո խոսքի եւ ըստ կարգի։ Երեմիա մարգարեության 3:15 խոսքում Տերն ասում է. Ես ձեզ հովիվներ կտամ։ Բայց ինչպիսի հովիվներ, իմ սրտի համեմատ հովիվներ կտամ։ Աստված է եկեղեցուն պարգևներ շնորհողը, ծառայություններ շնորհողը, երեցներ, հովիվներ, սարկավագներ, ավետարանիչներ, ուսուցիչներ, առաքյալներ, մարգարեներ, Եփեսացների 4:11-ն ասում է Տերն է տալիս դա որպես նվեր եկեղեցուն սուրբերի կատարելագործման համար, աճի համար։ Առաջին բանը, որ ուզում եմ կարճ ասեմ, սա է. Հովիվը կամ երեցը դա կոչում է, որ երկնքից է գալիս եւ ոչ թե մարդուց։ Ընտրություն է, որ երկնային է եւ ոչ թե մարդկային։ Մարդը չի կարող ինքն իրեն ընտրել, չի կարող ինքն իրեն առաջադրել, մարդիկ չեն կարող իրեն ընտրել, այսինքն կարող են, բայց դա աստվածային ընտրությունը չի։ Ժողովրդի ընտրությունը սավուղն էր, Աստված Դավիթի համար էր ընտրություն, իր քվեն Դավիթին տվեց։ Աստված ընտրել գիտի լավագույնը, իր սրտի համեմատ, իր ուզածով։ Եվ ինչպես խոսքն է ասում, որ բարձրանալը եւ բարձրացնելն էլ Աստծուց է։ Հետևաբար հովությունը, երեցությունը, սարկավագ լինելը դա նաեւ կոչում է, որ Աստված է տալիս եւ ինչ ձևով։ Արդյոք մեկը աշխարհի մեջ ինչպես են անում իրենց ընտրություն, նայում են, ասում են, այս մեկը գիտակ է, այն մյուսը ճարպիկ է, այն մյուսը ավարտած է, այն մյուսը ճարտարախոս է, ուրեմն հարմար է, բայց Աստված, երբ որ Սամուելը ընտրում էր թագավոր, որտեղին էր նայում, սրտին է նայում, բնավորությանն է նայում, էությանն է նայում։ Հովանով ավետարան 21-րդ գլխի մեջ, երբ որ Տեր Հիսուսը Պետրոսին հանձնարարեց հովություն անել, նա չասեց Պետրոս, դու լավ կազմակերպիչ ես, դու եկեղեցուն լավ կկազմակերպես, առաջ կտանես, նա չասեց Պետրոս, դու լավ ճարտարախոս ես, քեզանից լավ հովիվ դուրս կգա։ Ինչ չափանիշով ընտրեց, ասաց, սիրում ես արդյոք ինձ, եթե սիրում ես, ուրեմն կարող ես հովություն անել։ Հետաքրքիր մի կապ ենք տեսնում այստեղ։ Ուրեմն Աստծո գառներին հովվելու համար ինչ է պետք։ Սեր Աստծո հանդեպ, Քրիստոսի հանդեպ։ Եվ եթե դու սիրում ես Քրիստոսին, դու չես կարող չսիրել Աստծո հոտը։ Սա պարզապես պաշտոն չի նշանակովի հայտարարության, պաշտոնական մարդ կա, որ ի կոչումով այդպիսին է, սրտով ինքը այդպիսին է, արածեցնել գիտի, հոգ տանել գիտի, հովվել գիտի։ Բայց եթե չկա խորը սեր Հիսուսի հանդեպ, չի կարող լինել նաև սեր նրա հոտի հանդեպ։ Հետևաբար հովությունը դա կրթություն չի միայն, առաջինը դա սիրտ է։ Կապ ունի ոչ թե գլխի հետ, այլ սրտի հետ։ Համաձայն եք, սրտի հետ, հայրական սիրտ, որ պետք է երեց ունենա, հովիվն ունենա, սարկավագն էլ Աստծո տան մեջ պետք է ունենա, որովհետև դա մեր տունը չի, դա Աստծո տունն է։ Նա վերահսկիչ է, որպես հայր հետևում է, ոչ թե կոնտրոլ է անում, այլ տեսուչ, այսինքն տեսնող է։ Ոչ թե տեսնի, որ դատապարտի, այլ տեսնի, որ աղոթի։ Ոչ թե փափագի, որ անպայման կանգնի այստեղ, որ հովիվ կոչվի, այլ փափագի, որ ծնկի իջնի գիշերները, որ աղոթի իր հոտի եւ իր գառների համար։ Հետևաբար հովիվ լինելը առաջինը կապ չունի բերանի հետ, խոսքի հետ, լեզվի հետ, կապ ունի սրտի հետ։ Իսկ սիրտը կապ ունի Աստծո հետ։ Ամեն մի հովիվ, ամեն մի երեց, ամեն մի սարկավագ, ամեն մի Աստծո ծառա պետք է իմանա, որ ամեն հովվի գլխին էլ մի հովիվ կա, եւ դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, մեր հովվապետը, հովիվների հովիվը, մեր հոգիների տեսուչը, ճշմարիտ մեր օրինակը, որին բոլոր հովիվները պետք է փափագեն նրա նման լինել։ Հովանոտ ասումն ասած. Ես եմ բարի հովիվը։ Հետևաբար հովություն եւ հովիվ բառից առաջ ինչ է գրված։ Բարություն, գեղեցիկ մի զուգատիպություն կա այդտեղ, բայց աստվածային, մեկը մյուսին լրացնում է, եթե մեկը չար հովիվ լինի, հոտը կցրվի, բայց եթե մեկը բարի հովիվ լինի, իր շուրջը մարդկանց կհավաքի։ Հետևաբար, սիրելի եղբայրներ եւ քույրեր,
ցանկացած հովության, հաջողության գրավականը, ճարտարախոսությունը չի, բարությունն է։ Իսկ բարությունը ինչ է? Սուրբ Հոգու պտուղն է։ Մեր պտուղը չի, որովհետև մենք բարի չենք, միայն Աստված է բարի։ Ուրեմն մենք պիտի աղոթենք, որ մեր բարի հովվի այդ որակն էլ դրսևորվի մեր սերների ծառայության մեջ։ Մեկ ուրիշ ծառայի հիշում եք Տեր Հիսուսն ասաց չար եւ ծույլ ծառա։ Բայց Տեր Հիսուսը գովում է բարի եւ հավատարիմ ծառային։ Հետևաբար բարություն եւ հավատարմություն ամենակարևոր որակներն են, որ Աստված ինչ է անում, փնտրում է յուրաքանչյուր Աստծո ծառայի մեջ։ Ոչ թե գիտություն, ոչ թե կրթություն, ոչ թե բարձր կոչումներ, որոնք կարևոր են եւ օգտակար են, բայց ոչ ամենակարևորն են։ Որտեւ ամենակարևորը դա այն նմանությունն է, որ մենք պետք է արտահայտենք Քրիստոսի նմանությունը։ Հովիվը դա առաջին հերթին պաշտոն չի, ծառայություն է, երեցությունը ծառայություն է։ Սարկավագ լինելը պարզապես մի կոչում չի, որ մարդը շոր հագնի, դրսևորի իրան, դիրք ունենա, կամ մեկն էլ ասի իմ պապս եկեղեցում սարկավագ է եղել, ուրեմն ես արտոնյալ մեկն եմ։ Դա արտոնություն է ոչ թե դիրքավորվելու, այլ արտոնություն է խոնարհվելու եւ ծառայելու Աստծուն երկյուղով եւ պարտավորությամբ ու պատասխանատվությամբ։ Հետևաբար երեցությունը, հովությունը, ծառայությունը առաջին հերթին նաեւ բնավորության գործ է։ Պողոսը երբ որ նկարագրում էր ճշմարիտ երեցի եպիսկոպոսի հովվի վերակացուի տեսուչի պատկերը, նա չասաց, որ անպայման բարձրագույն ավարտած լինի, մեռելներ հարություն տված լինի, այսքան բորոտների սրբած լինի, նա որևէ պարգևային առումով բան չնկարագրեց։ Առաջինը նկարագրեց նրա անարատ լինելը եւ մեկ կնգա մարդ լինելը։ Մարդ լինելը։ Իր տան մեջ վերակացու լինելը, հոգատար լինելը, հայր լինելը եւ գլուխ լինելը։ Հետևաբար մենք Սուրբ գրքում տեսնում ենք նրա արժանինքներն են սրբությունը, մաքրությունը, անարատությունը, խոնարհությունը, կոտրվածությունը, հեզությունը Տիրոջ առաջ, հավատարմությունը Աստծո գործի մեջ, հավատարմությունը փոքր բաների մեջ, հավատարմությունը երբեմն անտեսանելի բաների մեջ։ Մատթեոս 25:21-ում Տեր Հիսուսն ասաց. բարի եւ հավատարիմ ծառա։ Մեկ այլ տեղ ասում է հավատարիմ եղիր մինչև վերջ, համբերատար եղիր եւ հավատարիմ եղիր եւ քո պսակը կստանաս։ Հովիվ երեց սարկավակ Աստծո ծառա, Աստծո տան մեջ դա նշանակում է նաեւ ոչ միայն ուղղակի խոնար ու հեզ անձնավորություն, որ ըստ աշխարհի չափանիշներով խեղճն է, ոչ, նա պետք է նաեւ քաջ լինի, որպեսզի հակառակ գնա այս աշխարհի հոսանքին, որպեսզի մեղքին ասի ինչ մեղք եւ սրբությանը ասի սրբություն, մեղքին ասի ոչ եւ արդարությանն ասի այո, համարձակ լինի, կարողանա նաեւ մարդուն ասի, որ պետք է ապաշխարես, կարիք ունես փոխվելու եւ դարձի գալու, ոչ թե մարկանց կեղծավորություն անելու, այլ համարձակորեն նաեւ Աստծո խոսքը քարոզելու։ Եղբայրներ, քույրեր, մենք մի դարաշրջանում ենք ապրում, որտեղ Աստծո խոսքը քարոզելը արդեն ոչ թե պրեստիժ է, այլ ռիսկ է։ Իհարկե ոչ մերպես երկրներում, բայց գնացեք Իրան, մեր հարևան երկիրն է, գնացեք Իրան, իմիջայլոց, գնացեք Իրան։ Կարիք կա Իրան գնալու Ալֆրեդ եղբայր։ Ալֆրեդ եղբայրը չի կարող գնալ, ես էլ չեմ կարող գնալ, ասա դուք չեք կարող, մեզ չեք ուղարկում Իրան, բայց դուք դեռ կարող եք գնալ։ Գնացեք Իրան եւ կտեսնեք, որ այնտեղ Աստծո խոսք քարոզելը դա ռեյտինգի հարց չի, փառքի հարց չի, դա ռիսկի, կյանքի եւ մահվան հարց է։ Դրա համար ցանկացած Աստծո ծառա պետք է քաջություն ունենա վերցնելու իր ձեռքում այս գիրքը եւ երկյուղ ու պատկառանք ունենա, որովհետեւ գործ ունի աշխարհի ամենաթանկ, ամենակարևոր զենքի հետ, որը սուր է նաեւ, կենթանացնող սուր է։ Ուրեմն Հովվի քաջությունը, Հովիվը նաեւ ասացի պաշտոն չի, ծառայություն է եւ երեցը եւ սարկավագը,
Նա ծառայություն է։ Տեր Հիսուսի մասին Հայր Աստված ասաց, ահա իմ ծառան։ Մենք էլ այսօր պետք է ներկայացնենք Աստծո 4 ծառաներին, 2-ը երեցության մեջ, 2-ը սարկավագության մեջ։ Դրա համար ենք հավաքվել այստեղ, որ ասենք, ահա Աստծո ծառաները։ Բայց մենք էլ կարող ենք մեր ձեռքը մեզ վրա դնել եւ ինչպես Մարիամն ասեց, ես Աստծո աղախինն եմ, ես Աստծո ծառան եմ։ Ամեն։ Ոչ թե թագավոր, ոչ թե պետ, ոչ թե շեֆ, այլ ծառա։ Մի հատ ասենք իրար հետ այս բառը ծառա բառը։ Շատ հեշտ ենք ասում, բայց շատ դժվար բառ է ինքը։ Երբեմն երբ որ նեղվում ենք իրար ասում ենք ես հոգո ինչը չեմ, ես հոգո ծառան չեմ։ Բայց երբ որ հայրը ներկայացնում էր իր որդուն, ես սիրում եմ իմ որդուն ներկայացնել, բայց երբ որ ես իմ որդուն ներկայացնում եմ, լավ բաներ եմ ասում, իմ տղեն է, լավ տղա է, բայց հայրը, որ մի հայրը կուզենար իր որդուն ներկայացնել որպես ծառա, բայց մեծագույն պատիվ է կոչվել Աստծո ծառա։ Իմիջիալոց ասեմ սրանից մեծ կոչում աշխարհում չկա, հավասարը չկա։ Երբ որ դեմոկրատական կուսակցությունից հավաքվեցին գնացին Բիլի Գրեմի մոտ եւ ասեն Բիլի Գրեմ, քո հեղինակությունը, քո ռեյտինգը հասել է ամենագագաթնակետին։ Ընդամենը պետք է դու առաջադրվես Միացյալ Նահանգների նախագահ եւ բոլորս քեզ կընտրենք, երկիր ազգը քեզ կընտրի։ Ամերիկայի պատմության մեջ բացառիկ կլինես, որ հովիվ, քարոզիչ եւ նախագահ կլինես, աշխարհի նախագահներին կբերես հավատքի մեջ։ Լավ առաջարկ է, լավ էր հնչում, բայց սխալ տեղ էին գնացել, որտեղ Բիլի Գրեմը վիրավորվեց, վշտացավ եւ ասաց ձեր առաջարկը շատ վիրավորական էր ինձ համար, որտեղ դուք ինձ ուզում եք ցածրացնեք իմ դիրքից, բայց ինչ դիրքը միթե ավելի մեծ պատիվ եւ կոչում կա, քան Ամերիկայի աշխարհի թիվ 1 պետության նախագահ լինելը։ Եվ Բիլի Գրեմն ասաց, այո, Աստծո ծառա լինելը Ամերիկայի նախագահի պաշտոնից էլ ավելի բարձր դիրք է եւ պարտականություն է։ Այնպես որ այս դարում ծառա բառը գործածական չի, վիրավորական է, մեզ համար մեծագույն պատիվ է։ Ծառա բառը մի քիչ կորցրել է իր իմաստը, բայց առաջին դարում, երբ որ ստրկատիրական ժամանակներն էր, այն էլ ծառա, այսինքն կամազուրկ մեկը, որն ինքն իրեն չի առաջադրում, իր ձայնը լսելի չի դարձնում, ինքն իրեն չի գովազդում, բայց Աստծո ծառա, մեկը, որ պիտի կախման մեջ լինի միշտ Աստծուց, հորից։ Հետևաբար այսօր մենք պաշտոններ չի, որ պետք է բաշխենք եւ դիրք չի, որ պետք է բարձրացնենք, այլ խոնարհություն է, որ պիտի խոնարհվենք Տիրոջ առաջ, ցածրանանք, որ նա բարձրանա։ Ուրեմն մեր սիրելի եղբայրներն այսօր այս երկյուղով կգան Տիրոջ առաջ, իրենց նաև ընտանիքներով հանդերձ, որպեսզի ցմա այս խոստումը տան, մենք քո ծառաներն ենք եւ կլինենք էլ քո ծառաները։ Եվ մի բարի լուր ասեմ, չգիտեմ ձեր դուրը կգա թե ոչ, բայց ծառա անունը դա երկրի վրա չի ծնվել, դա երկնային է, դա հավիտենական է, եւ մենք երկնքում էլ ոչ թե թագավորելու ենք իրականում, այլ ծառայելու ենք նրան հավիտյանս հավիտենից։ Ուրախ եք թե չէ։ Իհարկե հայերը բոլորը թագավորներ են երկրի վրա, բայց այնտեղ մենք բոլորս պիտի ծառայենք հավիտյանս հավիտենից մեր Տիրոջը։ Փառքը նրան։ Եվ այս շնորհավորանքներն էլ նրան, որ նրա արքայությունը ընդլայնվում է մեր երկրի մեջ։ Ես ուրախ եմ սիրելի Ղուկաս եղբայրն էլ մեր մեջը Միացյալ Նահանգներից, ամենահամբերատարը, ամենաինչը մեր մեջից։ Համարձակը եւ ամենաերիտասարդը։ Ուրախ այո, ամենաերկարակյաց իր ծառայության մեջ։ Եվ ուրախ եմ, որ այսօր պատիվ է արել, որ լինի մեր մեջ եւ միասին անենք այս արարողությունը։ Եկեք հրավիրենք Ղուկաս եղբորը այստեղ։ Սարգսական եղբայրները, որ ձեռնադրվում են, կային են, տեսնենք իրենց։ Ուրեմն մենք երկու սարգսակներ ունենք, որ հիմա պիտի ձեռնադրվեն, երկուսի անունն էլ նույնն է Հովանես։ Մեզ էլի Հովանեսը, Հովիկը Երևանից հյուրասիրության ծառայության մեջ, Հովիկ ջան,
Հովանես կասենք, Հովանես Սարգսակ։ Եվ մյուս Հովանես Սարգսակը Աբովյանի եկեղեցուց տնտեսական ծառայության մեջ եկեղեցուն, որ պետք է ծառայի եղբայրները, Փարտիրոջի։ Եվ երեսներն էլ կուզենամ կանգնենք, առաջի շարքում են իրանք նստած, այնքան գեղեցիկ են հագնված, ասում եմ դες պիտի եպիսկոպոս ձեռնադրեինք, որ ուղղակի իրանք փոր չունեն, եպիսկոպոսները փոր ունեն, իրանք չունեն Փարտիրոջը։ Լուկաս եղբայր համեցեք։ Անպայման հիմա, եթե հնարավոր այս պաստավկան բերենք, որ Ուրախ եք, ինչ է ուրախ։ Հրաշալի Աղտերուշ։ Սասուրը և Ռոմանը։ Նայկս իս Ռոման իշքան գեղեցիկ է։ Ձեները դուշ չեկա։ այո, Ես եք իշքան գեղեցիկ։ Աքսանա ձենը դուս չեկավ։ Ես որտեղ երկար ժամանակ չունենք, սարգավակներ կներեն, որ ամեն ինչ չեն կարող խոսենք, բայց առաջուսն հրավիրեմ Սասուն եղբայր, եկ։ Սասուն եղբայրը շատ գեղեցիկ, երեք իշքան գեղեցիկ խոսես մեր եղբայրը, երբ րոպե ժամանակ ունես կարճ պետք բանասան։ 2007 թվականն էր Ստամբուլ քաղաքում էր եւ ապաշխարության հաջորդ օրը երկուշաբթի օրը մեր տան դուռը թակեցին, ես բացեցի ովիվներ, Դավիթ եղբայրը, նա մեր տան տեղը չգիտեր եւ ես հասցեն չէի տվել, ես զարմացա նրան տեսնելով մեր տան դիմաց եւ նա ասեց ես եկել եմ ասեմ որ Տերը քեզ կանչել է եւ դու պետք է նրան ծառայես։ Դա երկրորդ օրն էր իմ ապաշխարությունից հետո եւ ես չհասկացա նրա խոսքերը թե նա ինչ է ասում, բայց 18 տարի անց նրա խոսքը որ ասել է երկրորդ օրը կատարվեց։ Ես փառք եմ տալիս Աստծուն եւ շատ շնորհակալ եմ Տիրոջը, որովհետեւ նա ընդհանրապես կարող էր ինձ չնայել։ Նա կարող էր գնալ մի այլ տիեզերք կամ մեկ այլ մոլորակ ընդհանրապես մեր մոլորակին չնայել եւ նա արդար կլիներ իր որոշումների մեջ, բայց նա ինձ ունենալու եւ մեզ ունենալու համար շատ ցածր իջավ, շատ ներքև իջավ եւ ամենացածերում էլ ինձ նման մեկին գտավ, նա խոնարհվեց որպեսզի ինձ ունենա եւ ես հիմա խոնարհվում եմ նրա առաջ որպեսզի բարձրացնեմ նրա անունը։ Փարտիրոջ Ուսուցիչ ուզում եմ մի հատված կարդալ Սուրբ Գրքից։ Այս խոսքերը ես շատ եմ սիրում, Պետրոս Ավագյանի խոսքերն են, առաջի Պետրոս 2-րդ գլխի 9-րդ խոսքը։ Վերաբերվում է եկեղեցուն Տիրոջ սուրբերին, բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, ինչու համար, որպեսզի նրա առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի սքանչելի լույսը կանչեց։ Ամեն։ Նա մեզ կանչեց, որպեսզի մենք նրա առաքինությունները քարոզենք եւ նրան ցույց տանք, ոչ թե մեզ։ Ամեն։ Ամեն։ Սասուն եղբայրը հիանալի եղբայր է, եւ նույնպես Ռոման եղբայրը։ Ռոման եղբայր եք քանի բար խոսի, որ ամենս լսեն քեզնից եւ համար մեծ ուրախություն է որ այսօր ձեռնարկել։ Տիրոջը ես պիտի սկսեմ ոնց որ Սասուն եղբայրը 2002 թվականն էր, երբ որ ես 14 տարեկան տղա էի, գտնվում էի տնային հավաքույթում, տնային խմբակում եւ Աստծո մարդը հյուր էր եկել մեր տնային խմբակ եւ նա մարգարե էր, ուներ մարգարեի պարգև եւ ասաց որ բոլորի համար կաղոթեմ եւ Աստծոց խոսքը գա ես կհրճակեմ այդ խոսքը։ Սկսեց աղոթել բոլորիս համար ու երբ հասավ ինձ հերթը ձեռքը դրեց իմ վրա ու հրճակեց Երեմիայի մարգարեության առաջին գլխի 9-րդ խոսքը։ Տերը իր ձեռքը երկարացրեց ու դիպավ իմ բերանին եւ Տերն ինձ ասաց. Ահա իմ խոսքերը քո բերանը դրեցի։ Նայիր ես այսօր քեզ ազգերի վրա եւ թագավորությունների վրա կանգնեցի, որպեսզի խլես ու բլցնես եւ կորցնես ու ավերես, նաեւ շինես ու տնկես։ Դրանից հետո անցավ 24 տարի։ Այսինքն պահանջվեց 24 տարի։ Ինչի Տերը
այս ամենը չէր անում 24 տարի առաջ, որովհետև 24 տարի առաջ ես միայն կարող էի խլեի, փլցնեի, կորցնեի ու ավերեի։ Ես չգիտեի շինել ու տնկել։ Պահանջվեց 24 տարի, որ ես սովորեմ շինել ու տնկել, այնպես չի որ ամբողջ արդեն սովորել եմ, բայց քիչ-քիչ գոնե հիմա սովորում եմ։ Պահանջվեց 24 տարի։ Թող օրհնյալ լինի Տերը։ Ամեն։ Ես երկրով ու խոնարհությամբ կանգնած եմ այստեղ։ Ես ամենաանարժանն եմ այս ընտրության մեջ վստահաբար եմ ասում, որովհետև ես ինձ չէի ընտրի։ Ես չեմ էլ համարում, որ ես պատրաստ եմ։ Եվ իրականում այդ պատրաստման շրջանը մենք միշտ անցնում ենք, բայց վստահ եմ, որ 24 տարին Տիրոջ համար կարիք եղավ։ Ոչ թե որ Տերը չէր կարող ինչ-որ բան շուտ անել, Տերը կարող էր, ես ուղղակի պատրաստ չէի։ Տերը կարող էր անել 24 րոպե հետո, բայց ինձ պահանջվեց 24 տարի, որպեսզի սկսեմ ինչ-որ բան կառուցել։ Ես վստահ եմ, որ Տերը այս պատվին արժանացնում է, Տերը մեզ մեր կոչման մեջ կանչում է ոչ միայն խլելու, փրկելու, ավիրելու, արմատախիլ անելու, դրանք էլ է կարևոր։ Կան բաներ, որ մենք պիտի խլենք, փրկենք, արմատախիլ անենք, բայց մինչև չենք սովորել շինել ու տնկել, Տերը մեզ չի կանչի, Տերը մեզ չի դնի մեր ծառայության մեջ։ Թող Աստված օրհնի ամեն մեկից, շնորհակալ եմ Վազգեն եղբորը եւ Ղուկաս եղբորը այս մեծ պատվին արժանացնելու համար։ Թող Տերը օրհնի եւ թող որ Աստված ողորմա ու օգնական լինի, որ այն ճանապարհը, որ սկսել ենք, կարողանանք հաղթահարել եւ այն ժառանգությունը, որ Աստծո մարդիկ, այս մեծ մարդիկ այստեղ նստած եղբայրները, ծառայողները, որոնց ճանապարհի կեսն են ես չեմ անցել, որ այդ թողած ժառանգության վրա ոչ թե պակասացնենք, այլ գոնե ինչ որ մի մասնիկ կարողանանք ավելացնել։ Ամեն։ Շնորհակալ եմ։ Ուրեմն 2008 թվականն էր, ես Ստամբուլում էի, ես Սասունի խոսքերը չեմ կրկնում։ Իրական որտեղ այնտեղ եմ ես առաջին անգամ հանդիպել Սասունին, հրաշալի եկեղեցում հայկական Դավիթ եղբոր Հովության ներքո գտնվող եւ այդտեղից մեր ծանոթությունը սկսվեց, բայց այս վերջերս այն վերածվեց ընկերության եւ բարեկամության։ Եվ ուրախ եմ, որ այսօր Դավիթ եղբայրը իր շնորհավորական ուղերձն է հղել մեր բոլորիս ներկաներիս Իսպանիայից, ինքը այսօր ծառայում է Իսպանիայում, մենք աղոթում ենք, որ Իսպանիայում գեղեցիկ եկեղեցի բարձրանա, մեզ համար Դավիթ եղբայրը Իսպանիայում միսիոներություն է անում, ավետարանի համար, այսինքն մենք իր թիկունքին կանգնած ենք, եւ սա գեղեցիկ մի պատմություն է, որ իրանք այնտեղից հեռվից մասնակից են լինում այս մեծ օրհնությանը։ Ողջունում եմ ձեզ սիրելի հովիվներ, քույրեր, եղբայրներ, սիրելի եկեղեցի, Տերը օրհնի ձեզ։ Այսօր ինձ համար մեծ պատիվ է իրականում իմ օրհնության խոսքը ուղղել եւ մի փոքր վկայել Սասունի մասին, որին ես ճանաչում եմ արդեն երկար տարիներ։ Սասունին ճանաչում եմ դեռ Թուրքիայից, որովհետեւ Սասունը ապաշխարեց մեր եկեղեցում եւ շնորհակալ եմ Աստծուն, փառք եմ տալիս Աստծուն իր համար։ Տարիներ առաջ էր, երբ ես ծառայում էի հովություն էի անում Ստամբուլ քաղաքում, եղբայրներից մեկը մոտեցավ ինձ եւ ասեց, որ մի երիտասարդ կա, որ ոտքի ցավ ունի, ես գնում եմ իրան մասաժներ եմ անում եւ կուզենամ, որ դու գնաս իր համար աղոթես։ Եվ ես ասացի մեծ սիրով։ Ես գնացի, գտա Սասունանց տունը, չգիտեի ով այդ երիտասարդը կոնկրետ որտեղ ապրում, բայց գտա տունը, գնացի իրանց տուն եւ վկայեցի, աղոթեցի իր համար եւ հրավիրեցի եկեղեցի։ Եվ ասեմ, որ շատ հավատարիմ հոգի ունի Սասունը, շատ նվիրված է Տիրոջը եւ հիմա ավելի ու ավելի որ սիրում է Տիրոջը։ Ես իր մեջ տեսա այդ ծառայության հոգին եւ շատ արագ ձևով ինքը սկսեց ծառայել, շատ գեղեցիկ ձևով, հրաշալի ձևով խոսում էր Տիրոջ խոսքը, զոհաբերություններ էր խոսում, պատգամներ էր տալիս, սիրելիներս։ Սասուն օրհնությունը այն ժողովրդի համար, որ ինքը ծառայում է եւ պետք է ծառայի։ Սասուն ջան, շնորհավորում եմ քեզ, օրհնում եմ կյանքիդ բոլոր օրերը։ Այո, Տեր Հիսուսը մեզ չխոստացավ մեր ճանապարհներին վարդեր առանց փշերի։ Կհանդիպեն մեր ճանապարհներին փշեր, դժվարություններ, խնդիրներ, բայց աղոթքս է, որ Աստված իմաստությունով լցնի քեզ։ Աստված օրհնի կյանքիդ բոլոր օրերը, որտեղ որ ոտքդ դնես, Տեր այդ վայրը տա քեզ եւ վրաններդ ավելի մեծացնես Տեր Հիսուսի զորավոր անունով։ Աղոթքս է, որ երկնային իմաստության եւ զորության հոգին հանգչի քեզ վրա եւ քո ծառայության մեջ ունենաս հազարավոր պտուղներ, հրաշքներ ու վկայություններ տեսնես քո կյանքի բոլոր օրերի մեջ։ Սիրելիներս, օրհնում եմ ձեզ ընթացքը, Սասուն ջան, եղիր օրհնված։
իսկապես դու օրհնություն ես եւ շնորհակալ եմ նաեւ Աստծուն, որ գտնվում ես ճիշտ վայրում։ Շնորհակալ եմ նաեւ Հովիվ Վազգենին, որ ընդունել է քեզ եւ իրականում փառք եմ տալիս Աստծուն, որ ապահով ձեռքերի մեջ ես եւ ճիշտ վայրում ես, ճիշտ տեղում ես, ճիշտ ժամանակին։ Տերը օրհնի ձեզ սիրելիներս, այս օրհնության ժամը, որ դուք ունեք հիմա, թող Աստված օրհնի ամեն մեկիդ եւ երանի ձեր աչքերին, որ հիմա տեսնում են այն, ինչ որ պետք է տեսնեք։ Եղեք օրհնված Հիսուսի անունով, Սասուն ջան, քայլի Տիրոջ հետ, ինչ էլ որ լինի, հայացքդ երբեք Տիրոջից չկտրես, երկնքից չկտրես հայացքդ։ Տիրոջ գերբնական օրհնությունները լինի քո վրա, եղբայրս, շնորհավորում եմ սրտանց, իմ ընտանիքի կողմից ընդունի ջերմ շնորհավորանքներ եւ օրհնություններ Հիսուսի անունով։ Ամեն։ Ուրեմն Ռոմա եղբայրը, որ ասաց 2002-ին ինչ որ մեկ եկավ իմ տուն եւ մարգարեացավ, որ ես պետք է ծառայեմ, այդ մեկին ես դեռ պատիվ եմ ունեցել ճանաչել դեռ 96 թվականից, հետո 98 թվականից միասին պիտի ծառայենք բավական ժամանակ, տևական ժամանակ, հետո որոշակի ժամանակ պետք է մեր ճանապարհները ծառայողական իրարից որոշակի հեռավորություն լիներ, հետո նորից պետք է միասին ծառայենք։ Մի խոսքով խոսքը Արսեն եղբոր մասին է, որը թե Ռոմանի, թե մերի համար, թե իրենց հրաշալի ընտանիքի համար մեծ օրհնություն են եղել։ Եվ Արսեն եղբայրը Միացյալ Նահանգներից Լոս Անջելեսից իր օրհնության խոսքը որպես Ռոմանի ընտանիքի հովիվ Միացյալ Նահանգներ, տեսեք ինչ միջազգային ֆորմատ է, Իսպանիա, Միացյալ Նահանգներ, Երևան, ուրեմն այս կապով ուզում է օրհնել Արսեն եղբայրը։ Ողջունում եմ Երևանի քաղաքային եկեղեցուն, հովվական անձնակազմին։ Շնորհակալ եմ Հովիվ Վազգեն ջան քեզ, որ այս հնարավորությունը ընձեռնեցիր, որ ես էլ խոսք ուղղեմ այս հիասքանչ օրվա ընթացքում եկեղեցում եւ Ռոման եղբորս։ Այսօր ես գիտեմ, որ ձեզ մոտ հիասքանչ ծառայություն է անցնելու եւ այս ծառայության ընթացքում Ռոման եղբայրը ձեռնադրվելու է Երեց եկեղեցում։ Որպես ծառայող ես Ռոմանին ճանաչում եմ մոտ 24 տարի։ Երևի 2001 կամ 2002 թվականն էր, երբ տնային եկեղեցին մեր սկսվեց եւ այդ տնային եկեղեցում մի քանի ընտանիքներ միացան։ Այդ ընտանիքներից մեկը Հովանեսյան ընտանիքն էր։ Ռոմանը, իր քույրը, հայրը եւ մայրը։ Եվ այդ ժամանակ Ռոմանը 14 կամ 15 տարեկան պատանի էր։ Բայց ամենասկզբից, երբ որ նրանք միացան եկեղեցուն, նա շատ պատրաստական սիրտ ուներ, Աստծուն սիրող, Աստծուց երկյուղած պատանի էր։ Եվ հիշում եմ, ինչպես էր սպունգին նման Աստծո խոսքը կլանում իր սրտի մեջ։ Հոգևոր մեծ ծարավ եւ քաղց ուներ։ Եվ ես որպես ծառայող Աստծուց պատիվ ունեցա նրան սնուցանելու, աշակերտելու պատանեկության տարիներից սկսված։ Եվ երբ որ նա արդեն եկավ հասավ ժամանակը բանակ գնալու, գնաց բանակ, ծառայեց հայրենիքին, հետ վերադարձավ, նրան դիմավորեցի որպես հովիվ եւ նրան ասացի, որ Աստծուց կա կանչ, որ դու պետք է մտնես իրական ծառայության մեջ։ Եվ Ռոմանը ընդունեց այդ կոչումը եւ պատասխանատու կերպով ընդունեց լինելու տնային եկեղեցու ավակ։ Տարիների ընթացքում ծառայեց, նաեւ ինձ օգնեց երիտասարդական ծառայության մեջ։ Ես ինքս որպես ծառայող մեծ ջանք դրեցի, որքան որ հնարավոր է, այն գանձերը, այն ճանաչողությունը, որ Աստծուց ունեմ, այն փորձառությունը կարողանամ փոխանցել Ռոմանին։ Մենք իրար հետ եղբայրություն ենք արել, ընկերներ ենք եղել, ես այդպես եմ ձգտել լինել իր համար։ Եվ ինձ համար ուրախություն է այս օրը, որ ես գիտեմ իմ եղբայրս այսօր ձեռնադրվելու է այդ պատասխանատու ծառայության մեջ։ Եվ ես ուզում եմ Ռոման ջան օրհնել քեզ։ Ինչ հիասքանչ է, որ Աստծուց շնորհք ես գտել եւ Տերը քեզ վստահում է եւ Հովիվ Վազգենը նույնպես այդ վստահությունը ունի քո նկատմամբ, որ այդ մեծ ծառայությունը հանձնվում է քեզ։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով ես օրհնում եմ քեզ, օրհնում եմ քո տունը, օրհնում եմ քո ծառայությունը
եւ քո ընթացքը Աստծո ճանապարհների մեջ, որ դու լինես պատխաբեր ծառայող եւ Աստծո թագավորությունը ընդլայնես եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը լինի փառավորված քո կյանքի եւ ծառայության մեջ։ Ամեն։ Սասուն լավ Միացր։ Սասուն լավ լսի։ Դավիթ եղբայրը կոմասի խոսել, չէ՞։ Այս օրվանից քո անունը փոխվել է։ Սասունցի Դավիթ։ Ամեն Սասունցի Դավիթ։ Արդեն։ Իշխարի եղբայր։ Դավիթն ու Սասուն։ Արիստը։ Եսայայի 61 ուզում դարձած։ Եսայա 61։ Զայնը քաշվածա կարևոր չի։ Սիրում եք մխիթարի։ Ինչքան եք սիրում։ Տերի Հովայի հոգին ինձ վրա է։ Մեկ րոպե։ Ամեն Աստծո ծառա, միասին ասենք ամեն Աստծո ծառա։ Ամեն Աստծո ծառա։ Եկեք կարողանա այս բաները ասի։ Եթե չի Աստծո ծառա չի։ Կարդա նորից բարձր։ Կարդա, այո։ Տեր Աստծո հոգին ինձ վրա է, որովհետև Տերը օծել է ինձ, ավելիս տալու հեզերին, ինձ ուղարկել է դարմանելու բեկված սիրտ ունեցողներին, ազատություն հռչակելու գերիներին, արձակում կալանավորներին։ Հռչակելու Տիրոջ ընդունելի տարին եւ մեր Աստծո վրեժխնդրության օրը բոլոր սգավորներին մխիթարելու։ Սիոնում սգացողներին հոգ տանելու, նրանց տապրեպսակ տալու մոխրի փոխարեն, բերկրանքի յուղ սուքի փոխարեն եւ գովաբանության պատմիճան հաստատ հոգու փոխարեն, հուսահատ հոգու փոխարեն։ Նրանց պիտի կոչեն արդարության բևեկնիներ, որ Տերը տնկել է իր փառավորության համար։ Ամեն։ Ամենս ասենք, Տիրոջ հոգին իմ վրա է։ Ամեն Աստծո ծառա պետք է կարողանա ասի։ Այսօր այս 4 եղբորը ոցում ենք, երկուսին Սարգսակ, երկուսին Երեց եւ Ռոման եղբայրը Երևանի եկեղեցու հովիվ, բայց ամեն մեկս պետք է իմանանք, մենք Աստծո ծառաներ ենք, ամեն մեկս։ Մենք Աստծո օծյաններ ենք։ Այո, մեծ ազդեցություն է ժամանակ, որ մեր եղբայրները ձեռ են դնում եւ աղոթում են եւ ցույց տվեք հովիվներ, երեսներ ձեր ձեռքերը, մեր ձեռքերի մեջ ոչ մեծ զորություն չկա։ Մենք ներկայացնում ենք Տերոջը, Սուրբ Հոգին է հենց ուծելու։ Մենք չենք օծում, Սուրբ Հոգին է ձեզ օծում։ Բայց ամեն մեկը որ ստեղ եք, պետք է իմանաք, դուք կարող եք օծյալ լինեք, Աստծո ծառաներ լինեք։ Հո որոշները ձեռնադրվում են, ամենը չեն ձեռնադրվում։ Բայց կարևորն է, որ Տերը ձեզի օրհնի, որ որտեղ եք եք, անհույսությունը փախնի եւ հույս կա։ Տխրությունը գնա եւ ուրախություն կա։ Եթե դու առաքյալ, մարգարե, ձեռնարկած հովիվ, երեք չպիտի լինես, պետք է Աստծո ծառան ես։ Տերոջ աղախին ես։ Կարող եք ամեն ասեք։ Հանկարծ որոշները ասում են, բա ես ինչ։ Դու էլ կարող ես լինես։ Ես օրհնում եմ ձեզի։ Երկրորդ բանը որ կա, եւ որ Սամվելը գնաց եւ Դավիթին օծեց որպես թագավոր, Աստծո հոգին զորավոր կերպով իր վրա եկա։ Ուրեմն եղբայրներ Հովհաննեսներ, Ռոման եղբայր եւ Սասուն եղբայր, Սասունցի Դավիթ, եւ որ դեզի համար աղոթում ենք, դուք պատրաստ եղեք, որ Սուրբ Հոգին մեկ հատուկ կերպով, յուրահատուկ կերպով ձեր վրա գա։ Որտեղ էսի մի հատ արարողություն, որտեղ մի բան անում ենք, էլ չի, սա Աստծո ներկայության մեջ ենք անում։ Եվ քանի հոգիդ կարող եք ասեք Հիսուս այստեղ ներկա է, միասին ասենք, Հիսուս ներկա է։ Ես ինձ շատ փոքր եմ զգում Տերոջ ներկայության մեջ։ Ես ոչինչ չեմ, եւ նա ամեն ինչ։ Ես ոչինչ չեմ կարողանեմ, այն ամենակարողը, բայց Հիսուսը այստեղ է։ Եթե անում ենք, Հիսուսի անունով ենք անում։ Ուրեմն
Երրորդ բանը, որ ձեզ ասեմ, ուզում եք հաջողակ լինեք, եկեք Սուրբ Հոգու պտուղը եւ Սուրբ Հոգու պարգևները ձեր կյանքի մեջ Երևան գան։ Ինչ եք որոշում Սուրբ Հոգու պտուղը ամենը, 9 սեր, ուրախություն, խաղաղություն, ամենը։ Սուրբ Հոգու պարգևները ինչ որ Տեր ուզենա ձեզի տա, ամեն մեկից։ Բայց մեկ բան ասեմ, ամենակարևորներից մեկը Սուրբ Հոգու պտուղներից խոնարհությունը։ Ես հիշում եմ տարիներ առաջ Դոկտոր Լուիս Բուշը Արգենտինայից ամենամեծ աստծոծարաններից աշխարհարչակ 500 հոգու հավաքեց Ջակարտա, Ինդոնեզիա, որ կարողանանք ամբողջ աշխարհը Քրիստոսի ավետարանը քարոզելու համար խորհրդակցենք։ Շատ մեծ խումբ չէր, որտեղ ինքը հանկարծ տասնյակ հազարներ հավաքեր, 500 հոգի։ Եվ ինձ դրեցին փառաբանության այդ բաժնի պատասխանատուն 20 հոգի կային, 3 հոգի Ինդոնեզիայից, Հնդկաստանից, մեկը Բրազիլից, մած սևամորթ, որ Իրան նմանը աշխարհում 3 հատ ավել չկար։ Սրանք եւ որ երգում էին, ամենամեծ փառաբանողներն էին աշխարհի։ Մայք Կոլմանը իմ կողքին էր, որ Integrity Music-ը սկսեց, որ պատմության մեջ ամենակարևոր փառաբանության թիմն է եղել 2000 տարվա մեջ, ասավ այս աղջկան, որ Բրազիլից է, ճանաչում ես, ասացին ոչ։ Ասավ իրանց քաղաքը 3 միլիոն է։ Մեկ օր որոշեցինք բացօթյա փառաբանություն ունենանք։ 3 միլիոն, Հայաստանը քանի միլիոն է։ 3 միլիոն։ Ասավ իմանես քանի հոգի այդ բացօթյա փառաբանությունը եկան, ասամ 50,000, ասավ գնա բերել, 100,000, 200,000, իմանեք քանի հոգի եկել, 2 միլիոն հոգի։ Այդ աղջիկը տեղ նստած է։ Հետո իր պապան եկեղեցու հովիվ էր, Բրազիլում, պորտուգիզ են խոսում։ Իր պապեն անգլերեն չէր իմանում, ես իր աղջկա միջոցով որ թարգմանում էր, իր պապայի հետ խոսացի։ Ասիմ եղբայրին, Բրազիլի մեջ մեծ արտություն կա, տասնյակ միլիոն հավատացյալ կա, քո եկեղեցին քանի հոգի էր։ Ասավ Լուկաս հովիվ, ինձից մի հարցնի, իմ եկեղեցին շատ փոքր եկեղեցի է։ Բայց նորից ասեցին, դուք ինձի ճանաչում եք։ Ես ձեռ չեմ քաշում։ Նորից ասեցին, քանի հոգի եք։ Լուկաս եղբայր, մենք շատ քիչ ենք։ Այնքան ասամ տեսավ ճար չունի, ասավ դե մենք ընդամենը 34,000 հոգի ենք։ Ես ուզեցի մեծ հոթելը, ճամպրուկս վերցնեմ վերադարձամ Լոս Անջելես։ Սիրելիներ, ուզում եք հաջողակ լինեք։ Աստված հազարավորների համար ձեզի օրհնություն սարքի, Հովհաննեսներ, եւ նույնպես Ռոման եւ Սասուն եղբայրս։ Պետք է ամեն փառք Հիսուսին տակ։ Կաշխատեն ձեզի հպարտացնեն, չհպարտանաք, որտեղ հպարտություն այսինքն հիմարություն, խոնարհություն այսինքն իմաստություն, որտեղ Աստված գորոզների դիմաց ինչ ալինում, հակառակում է, խոնարհներին, հեզերին շնորհք ատալ։ Փառք եմ տալիս եկեղեցու համար։ Տարիները աղոթել ենք, այսպես եկեղեցի Երևանում սկսի։ Իմ համար կասկած չկա։ Ես էսի ասում եմ, որ եթե հանկարծ սխալված լինեմ, ասեք սուտ մարգարա։ Կասկած չկա, այս եկեղեցուն Աստված օրհնելու է, շատ է մեծանալու։ Իմ համար ուրախալի է, որ շատերը հավատքի գան, բայց ամենակարևորը քանակը չի, ամենակարևորը որակը։ Մենք հայերս աշխարհի ամենախոնար ազգը չենք։ Բացի դուք, որ այստեղ եք նստած, դուք աշխարհի ամենախոնար մարդիկ եւ կանայք։ 34,000։ Ես աղջիկը որ պետք է փառաբաներ, ես ինձի դրել էին ոչ երկիչ եմ ես, ես մեր քույրը ինչքան գեղեցիկ երկաբեր քույր։ Մատ ծափարեք իր համար, շնորհքին ծափարեք։ Ես ոչ երկիչ եմ, ոչ նվագիչ, բայց ինձ դրել էին, որտեղ երկու անգամ այդ մեծ փառավոր վերջապես փառաբանության կոնֆերանսներ ունեցել ենք, ամեն աշխարհից եկել էին եւ վերջին օրը գնացինք Ջակարտայի ստադիոմը 120,000 հոգի, 2 ժամ փառաբանություն էր Ռոման, 2 ժամ Տերոջը պաշտում էինք եւ ես Մայք Կոլմանը կողքից մենակ լացում էինք եւ սրանք որ այդ խումբն էին, որ իմ հետ էին, սրանք կառավարում էին։ Ինչքան խոնար եւ իմ համար մեծ ուրախություն էր, որ այդ 120,000-ից տասնյակ հազարները նախկին մուսուլմաններ էին։
Հայաստանը առաջին ազնվոր քրիստոնեություն ընդունեց որպես պետական կրոն, եւ մենք հավատքից շատ ենք հեռացել։ Այս երկրի մեջ քանի տարի առաջ արտություն եկավ, արտությունը գնացել է։ Ով պետք է արտությունը վերադարձնի այս երկրին, դու եւ դու եւ դու։ Նայեք իրար ասեք դու։ Ասա դու։ Լավ նայեք ինձ։ Մի ասի այսպես։ Դու այդտեղ չասես։ Անենց ասա որ հավատա, ասա դու։ Եվ հետաքրքիր է, ինչքան խոնար լինեք, կարող է եկեղեցում ձեզի շատ հաշվի չառնեն, բայց Աստված եւ որ ձեզ գործածի, հետո մարդիկ կիմանան, որ Աստված ձեզ ընտրել է որպես իր աղախինը եւ իր ծառան։ Խնդրում եմ 4 աթոռներ դրեք այստեղ, մեր եղբայրները գան այստեղ, եւ կուզանանք սկսենք մեր ձեռնադրության աղոթքի ժամը։ Խնդրում եմ օգնեք, ըստ մեկ չհեռացրեք, որ այն հետևը կարողանան։ Խնդրում եմ ամեն հովիվները եւ երեսները առաջ կան, ամեն հովիվները եւ երեսները առաջ արեք։ Եղբայրներ եկեք։ Հովանեսներ, Ռոման եղբայր, Սասուն եղբայր, համեցեք, իրանց հետևը կայնենք, հետևը, մեքանից արջևը կլինենք, հետևը, խնդրում եմ եղբայրների ձեռերը բարձացրեք, երկու ձեռն էլ բարձացրեք, և ժողովուրդ ուզում եմ ձեր ձեռքերն էլ դարձնեք դեպի եղբայրները, և ուզում ենք իրանց համար աղոթենք և օրհնենք նրանց, այս աղոթքի մեջ խնդրում եմ Վազգեն եղբայր եկ, առաջինը դու կաղոթես, քանի բարեր ես կաղոթեմ, բայց ամենս աղոթքի լինենք, ուզում եք ոտքի կայնենք, ամենս այո, ոտքի կայնենք և աղոթենք, հալելույա, Տեր այսօր տոն է ոչ միայն երկրի վրա, այլև երկնքում և սուգ է դժոխքում, որովհետև դու ծառաներ ես բարձրացնում վերջին օրերի համար Տեր։ Ով գիտի, միգուցե այս ծառաներն են, որ պիտի դիմավորեն քեզ, երբ որ դու վերադառնաս, բայց աղոթում ենք Տեր, որ տաս այն շնորհը, որ փոխանցված էր նաև Տիմոթեոսին երեցների ձեռնադրության, մարգարեության միջոցով, ինչպես առաքյալն ասեց, արծարծիր այդ շնորհը։ Հավատում եմ Տեր, որ հիմա պիտի այս ձեռնադրության միջոցով աստվածային շնորհ փոխանցվի եղբայրներից, որը պետք է պարբերաբար արծարծվի, բորբոքվի իրենց կյանքի մեջ, մինչև որ դու վերադառնաս Տեր։ Աղոթում եմ, որ այդ հատկանիշները, որ ունես Տեր քո ծառաների համար փոխանցես քո ծառաների մեջ, շռայլ լինես, առատ լինես Տեր, որ իրան կարողանան այդ ծառայողական թիկնոցը խոնարհությամբ եւ պատվով կրեն եւ շնորհքով առատ լինեն, հեզությամբ եւ խոնարհությամբ հարուստ լինեն Հիսուսի անունով։ Ամեն։ Խնդրում եմ Ռոմանի եւ Սասունի Կանենք։ կողակիցներն էլ առաջ կան այդ կողքը կայնեն եւ խնդրում եմ Բարդուշկուր դու արի եւ Գայանե դու արի դուք եք քույրերի վրա ձեր դնեք այնտեղ որտեղ այս ծառայության մեջ իրանց դիկտանց հետ նույնպես Ռոմանի քույր ուզում եմ գա արի այստեղ ձեր դիր որտեղ այդ ծառայությունը որ մեր քույրերը անում են իրանց ամուսինների հետ կատակ ծառայություն չի Տեր Հիսուս փառաբանում եւ պաշտում եմ քեզ առաջ աղոթում ենք Տեր Հիսուս ջան Հովանեսների համար որպես սարկավակ Հիշում եմ ուրիշ սարկավակ, Ստեփանոսը, որ այնպես աղոթեց, հայր ներիր սրանց, որ չգիտեն ինչ են անում, որ մեկը որտեղ կայնած էր և հագուստները պահում էր, Դամասկոսի ճանապարհին լսեց քո ձայնը եւ եկեղեցու ամենամեծ թշնամին դարձավ եկեղեցու ամենամեծ առաքյալը Պողոս առաքյալը աղոթում եմ Հովհաննեսները վրանց ոցում եմ Հոր եւ Սուրբ Հոգու անունով ունենան նույն օծությունը որ ունեին առաջին դարի գործարաքելոցի սարկավակներ Փառք եմ տալ իրանց համար օրհնում եմ նրանց Տեր Հիսուս աղոթում եմ այս րոպեի քույր Սուրբ Հոգին զորավոր կերպով դպչի նրանց Իմանում եմ նրանք Սուրբ Հոգով լցված մարդիկ են բայց աղոթում եմ ավելի զորավոր կերպով աղոթում եմ Սասուն եղբորս համար այս չքնաղ քո ծառայի համար Հիսուսի անունով
Փառք եմ տալի, որ Տեր իր ծառայությունը ցույց է տալի, որ դու իրան ինչքան ես գործածելու, գործ ես ածել եւ ավելի ես գործածելու եւ աղոթում եմ քեզի իրան տեսնի միշտ քո ներկայությանդ մեջ իր ականջները բաց լինի շարունակ լսելու քո ձայնը ես ոցում եմ իր ականջները որ միշտ լսեն քո ձայնը միշտ ուրիշներին լսի բայց ամենաշատ քեզի լսի որտեղ որոշ բաները որ կլսի ճիշտ բաներ չեն բայց ինչ որ դու ասես ամենաճիշտն է ոցում ենք մեր եղբորը եւ ոցում եմ իր ձեռքերը որ ում վրա ձեռա դնում իր ձեռքերը լինեն Հիսուսի ձեռքերը փոխանցելու բժշկություն ոչ միայն ֆիզիկապես հոգեպես հոգեվորապես հարաբերությունների մեջ ֆինանսապես եւ ամեն բանի մեջ Ես մարդը որպես երեց թող կայնի եւ որ խոսում է մարդիկ իմանան Աստծո ծառան է իրանց հետ խոսում եւ իր խոսքերը ոչ մեկը գետին չգնի որտեղ իր բերանը դարձել է Եղիայի բերան եւ մենք ոցում ենք մեր եղբորը Ռոմանին ոչ միայն որպես երեց բայց հովիվ էս եկեղեցու Երևանում Հիսուսի անունով հոր եւ որդու եւ Սուրբ Հոգու անունով իր ձեռքերն ենք ոցում որ դառնա Հիսուսի ձեռքերը իր ականջներն ենք ոցում որ միշտ լսի քո ձայնը իր բերանն եմ ոցում որ իր բերանը լինի Եղիայի բերանը որ ոչ մեկ խոսք իր բերանից գետին չգնի բայց կատարվի որպես իրաց կանանց է ոցում ձեր որպես իրաց ամուսինների հետ ծառայեն որ իրանք էլ էս ոցությունը ունենան Հիսուսի անունով Ձերներ մեկնենք մեր քույրերի, խոշտում ենք նրանց ծառայությունը, իրանց ամուսինների ծառայությունից ավելի պակաս չի, որտեղ միասին են անում այս բանը։ Աղոթում եմ նրանց միասնական ծառայության միջոցով, որ մենք էլ աղոթքի մեջ իրանց համար հենարան ենք։ Տեր Հիսուս ջան, ոչ միայն Երևանում մեծ արդյունություն լինի Հայաստանում, բայց նույնը գնա հարևան իսլամական երկրների եւ ռուսախոս երկրների։ Տեր Հիսուս ջան, քո երկրորդ գալուստը շատ մոտիկ է։ Աղոթում եմ, կարող է մեր կյանքը կարճ է, մեր ժամանակը կարճ է։ Անենք այն ամենը, որ դու մեզնից ուզում ես անել։ Եվ աղոթում եմ, եւ որ ամեն բան անում ենք, մանավանդ հաջողություններ ենք ստանում, եւ մեր համար ծափարում ենք, մեր ռեակցիան լինի, ամեն փառքը Տերոջն է, ես Տերոջ մենակ անպիտան ծառան եւ աղախին։ Ամեն։ Եկեք Աստծուն փառք տանք այս օգնության համար։ Շնորհակալություն Տիրոջը։ Եվ կարող ենք այս գեղեցիկ երգով օրհնել Տիրոջը, ով Տեր, քո ծառային բարիք արա։ Եվ մենք էլ այս դալիճում ենք, որ ձեռ չի դրվել մեզ վրա, բայց իմանանք Աստծո ձեռքը բոլորիս վրա է։ Մենք Աստծո ծառաներն ենք։ Եվ պատրաստ ենք այս նոր ծառաների հետ միասին ծառայել Տիրոջը այնքան ժամանակ, մինչև որ նա ամբերով վերադառնա։ Of the
մեր քույրը բոլորին անանգից չլինի, որտեղ իր բոյը երկար է, անանգից նա երկուքում մեկ իր բոյը կկարճանա, ոչ մի խնդիր։ Ձեռներս երկարացնենք եւ աղոթենք իրենց։ Մազգեր եկմայք։ Խնդրում եմ դուք քրոջ համար աղոթիր, ես իրան կոծեմ, աղոթիր իր համար, իր ամուսինն էլ մարդուկին իր ձեռը բռնեք։ Վարդուշ, որտեղ ես եկ, Գայան, ձեռ դրեք հետևից իր Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ճիշտ մարդու կողքը ճիշտ կին ես դրել, ճիշտ անձնավորություն ես դրել, սա ճիշտ ընտանիք է Տեր, քո ընտրությունն է և ոչ թե մարդու, շնորհակալ եմ, որ Տեր դու իրանց օրհնությամբ ես պսակել իրենց կյանք, իրենց զավակներով, այսօր նաև նոր ուծություն ես տալիս Քրիստոնե քրոջս Տեր, որպես արժանավայել սարգսակի կին, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, հյուրասեր լինի, խոհեմ լինի, խոնարհ լինի, պարկեշտ իր օրինակով ծառայի և օրինակ լինի մյուս քույրերի համար էլ։ Շնորհակալ ենք, թող այս օրհնությունը լինի Քրիստոնեի վրա էլ, Հիսուսի անունով։ Քեզի օծում եմ ես յուղով և աղոթում եմ, որ ամուսնուդ միասին մեծ հաջողություն ունենաք Տերոջը ծառայելու մեջ, Աստված օրհնի ձեզի, ձեր ընտանիքը և ձեր ծառայությունները, և ամենը սափար ենք Հովային կասենք, որ սրանից հետո որտեղ է թվա կինն էլ պետք է իրա հետ ընդի, հովը որտեղ ես։ Սիրելիներ, մեր այսօրվա պաշտամունքը մոտեցավ ավարտին, բայց մեր հյուրասիրությունը շարունակվում է, արդեն նոր ձեռնադրված սարկավակ Հովանեսը մեզ պետք է ծառայի սեղանի սպասավորության հարցերով և հաջորդ շաբաթ օրվանից արդեն նույն տեղում, նույն ժամին շարունակելու ենք վայելել Տիրոջ ներկայությունը այս օրհնյալ հասցեում։ Շնորհավոր բոլորին։